Վերջին շրջանում սոցցանցերում կեղծ լուրերի հանդիպել եք, կոնկրետ օրինակ կարող եք բերել։ Կեղծ լուրերը առօրյա մշտապես կան, գոյություն ունեն եւ անընդհատ մենք հանդիպում ենք։ Մենակ հեռուստատեսությամբ եմ լսել, որոնք ինձ կեղծ են թվաց է։ Միայն հիշում եմ 300,000 այդ ադրբեջանցիների հանրապետությունում բերել բնակեցնել Տիգրան Աշենն են տալիս կամ չգիտեմ ես որևէ տարածքն են տալիս, էլի առանց փաստի, էլի առանց հիմքի, այս 3-4 տարի այդ նույն թեմաները շարարկվում է։ Facebook-ի մեջ սաղ են իրանով կես լուրեր է։ Բավականին շատ։ Լուրերը են, որ 300,000 ադրբեջանցիների քարոզն են տանում, ժողովրդին ապա տեղեկացնում են։ Ես սոցցանցերում կեղծ լուրերը միշտ բանի պես թափառում են։ Ինչ նպատակ են հետապնդում ֆեյքերի հեղինակները եւ ինչ ազդեցություն կարող է գործել կեղծ տեղեկատվությունը։ Որ խրզություն էլ ասենք երկրի մեջը Հայաստանի մեջը գցեն։ Խոճապ են առաջացնում ժողովրդի մեջ։ Պարզ բան է, վախեցեն են գը։ Մարդկանց գիտակցության վրա ազդել, Ոչ միայն պարակվել, ավելի շատ ինքը կարող է իրեն հենք ամրացնել, որ ինքը կարող է ընդհանրենք մեծ լսարան ունենալ եւ այդ լսարանում կարողանա ինչ-որ իրեն խնդիրներ լուծել եւ ինքստինքան այդպես է բնական է բայց ինֆորմացիայի նմանօրինակ օգտագործումը պարակման հնարավորություն է տալիս Խոճապ, սխալ թեգուս եւ ընդրության տանելու նպատակ։ Ինչպես է արձագանքում կասկածելի տեղեկատվության հանդիպելիս։ Հիմնականում շատ խորը չեմ հետաքրքրվում եւ այսպես նույնիսկ հումորով ասած բանի տեղել չեմ տնի։ հիմնականում փորձում եմ շրջանցել կամ փորձում եմ իմ աղբյուրներով ճշտել։ Թեթևակի եմ տանում, չեմ հավատում մեծամասամբ։ Ջղային անամը գիտեմ որ էդի կեղծ լուրեր է, բանը տեղ չեմ դնում։ ճիշտ ասած մեր կեղեցավ շանտեղը չեմ դնում ինչ պետք տեղեկատվության որակից կախված կամ ազդեցության հնարավորությունից կախված թե ում է ազդում ինչքան է ազդում ինչքանով է ազդում դուք կարող եք ջղայնանալ եթե դա կեղծ է ֆեյք է այդ չափի կարելի է այդպես ասել որը ընդհանրենք ազդում է ընդհանուր հանրության վրա դա իսկապես վիրավորական է Հատկապես որ ժամանակահատվածում է ակտիվանում կեղծ տեղեկատվության հոսքը։ Ընդհանրապես նախընտրական պայքարում ընտրությունների ժամանակ։ Կես լուրերը ընտրությունների ժամանակահատվածը։ Ակտիվանալպես քաղաքական գործընթացին սկսվում է ժամանակ ֆեյք լուրերն են ակտիվանում ընտրություններին Ըստ ձեզ, կեղծ լուրերը հիմնականում որ երկրներից են ներթափանցում հայկական հարթակներ։ Մեր թշնամի երկրներից։ Ադրբեջանից։ Ռուսաստանից այս վերջի ընտրությունների ժամանակ տեսանք ինչ լուրեր էր տարածվում ֆեյք սուտ Թուրքիան մեր տարավոր թշնամին եղել է այդ լուրերը պետք է տարածե բարձ իրանք ոչ են հանդուրժոր կողքեր մենք աջենք զարգանանք պետություններին Իմ առնչված բաները հիմնականում Ռուսաստանի հետ է կապված այդ կեղծ լուրերը։ Ով եւ ինչպես պետք է պայքարի ապատեղեկատվության դեմ։ Յուրաքանչյուրը պետք է պայքարենք այդ կեղծ լուրերի դեմ, որպեսզի չտարածվեն այդ կեղծ լուրերը։ Կես լուրերի դեմ պայքարողը դեղնի մեր երիտասարդները։ Պետական կառույցներն հիմնական դա աշխատին եթե շատ ֆեյք է տարածում ես երկրին վնաս տալու համար պետք է ընդհանրապես փակվի մեր բանը դեղնես ինչ է Ապատեղեկատվության պայքարելու առաջի տեղում պետք է լինի պետությունը, պետք է լինի կառավարությունը։ Դե մենք բոլորս որն է ամեն մարդ իր չափով Հանրությունը միանշանակ